Վիկտորիա Ստեֆանեցից բաժանվելուց հետո Միխայել Գալուստյանը չէր շտապում հանրությանը ներկայացնել իր անձնական կյանքի մանրամասները։ Դերասանը սահմանափակվում էր կարճ մեկնաբանություններով, խոսելով նոր փուլի եւ անցած տարիների համար երախտագիտության մասին։ Սակայն նման զուսպ պահվածքը միայն թեժացրեց հետաքրքրությունը։ Համացանցում սկսեցին շրջանառվել բազմաթիվ տեսություններ բաժանման պատճառների եւ հնարավոր երրորդ կողմի վերաբերյալ։ Միխայելը սակայն իր հարցազրույցներում բազմիցս խոսել է բաժանման մասին, ասելով. Մենք մեծ մարդիկ ենք, մենք բաժանվել ենք հաշտ եւ համերաշխ, փառք Աստծո, ոչ մի վատ բան չի կատարվել, դավաճանություն չի եղել, իսկ ես շարունակելու եմ կատարել իմ պարտականությունները եւ հոգալ իմ երեխաների ողջ ծախսերը, քանի որ նրանք իմ երեխաներն են, ոչինչ անցյալում չի մնում, այնինչ անցյալում է նաեւ կապված է ներկայի հետ, ուստի ոչինչ չես կարող թողնել անցյալում։ Այնուհանդերձ լռությունը խախտվեց, երբ մամուլում հայտնվեցին կոնկրետ մանրամասներ։ Ըստ ներքին աղբյուրների Գալուստյանի նոր ընտրյալը 35-ամյա Լիլիա Կիոսեն է։ Նա կինոյի, հեռուստատեսության եւ գովազդի ոլորտում հայտնի դիմահարդար է եւ հենց նկարահանման հրապարակումներից մեկում էլ տեղի է ունեցել նրանց ծանոթությունը։ Ամենից հաճախ հիշատակվում է 3 տարի առաջ Չինաստանում տեղի ունեցած նկարահանումների դրվագը։ Թեև լուրերը տարբեր են, շատերը պնդում են, որ հենց այդ ժամանակ են նրանց միջև զգացմունքներ բռնկվել։ Մյուս կողմից կավարկած, որ նրանց մտերմությունը սկսվել է ավելի ուշ Միխայելի ամուսնալուծությունից հետո։ Լիլիան նախընտրում է մնալ կուլիսներում եւ խուսափում է ավելորդ հրապարակայնությունից։ Նրա մասին հայտնի են հետեւյալ փաստերը. Նա մեծացել է զինվորականի ընտանիքում, իսկ եղբայրը քահանա է։ Նախկինում ամուսնացած է եղել դերասան Անդրեյ Ֆյոդորովի հետ։ Ազատ ժամանակ զբաղվում է ձիավարությամբ եւ մեծ սեր ունի կենդանիների հանդեպ։ Չնայած շրջանառվող լուրերին զույգը դեռ պաշտոնական հայտարարություն չի արել, սակայն երկրպագուները վստահ են, որ սիրված արտիստը վերջապես գտել է երջանկությունը։ Դե ինչ, մնացեք մեզ հետ, որպեսզի տեսնենք հետագա զարգացումները։ Թամարա Քանթարյան, Օրագիր Նյուզ։